ձեր անունը ինչ է ներողություն որ հարցը հա տեսեք դուք ճիշտ ազգանուն է հա պարոն Եսայանը այտենց դիմեմ ձեզ էլի անունով չեմ կարա դու չէ այտենց ճիշտ չի դիմել պարոն Եսայանը ճիշտ հարց է տալիս որը այսօր մեր ժողովրդի մեծ մասը մենք որտեղ գնում ենք այդ հարցը տալիս է ժողովուրդ ջան որ կապ չունենանք մենք հնի ներկայի հետ ես երաշխավորված ձեզ ասում եմ երաշխավորված այսքան մարդու մոտ տեսեք ուղիղ եթերով էլ հեռարձակվում է որ մենք որևէ քաղաքական իմաստով կախվածություն աֆիլիացիա չգիտեմ առնչություն չունենք ձեր ասած մեր 35 տարի այսքան ժամանակ եղած որևէ իշխանության հետ մեր ինքնուրույն է անկախ մենք իսկապես առնչություն չունենք հետո մի բան էլ ասեմ այդ ինչի է շատ կարևոր հարց շատ իմաստուն հարց է ինչի որովհետև մենք այսօր այսքան ժողովուրդ ջան պատտվում ենք մեր քաղաքներում գյուղերում մարդկանց մեծ մասը ուզում է նոր որ կապ չունեցող ղեկավարություն եւ մարդկանց մեծ մասը նախկինից սկսած մինչեւ հատկապես ներկա ղեկավարի հետ երկրի ապագա չի կապում սա շատ հստակ է հույսը երկրի ապագայի հետ կապված չի կապում մենք չենք պատրաստվում մեր նաեւ կան շատ բամբասանքներ ընտրվեց ձայնը տասրան ժողովուրդ ջան նման բան չկա մենք ինքնուրույն անկախ քաղաքական ուժ ենք մենք որևէ երկրի նաև երկիր արտաքին ուժ չենք ներկայացնում, էդ էլ ասեմ, այսօր կան, չէ, ասենք ասում են Ռուսամետ, Ամերիկա, Եվրոպա, այսօրվա իշխանությունն էլ Ադրբեջանամետ է, չէ, լրիվ իրանց մարդն է, երաշխավորության տակ է իրանց պաշտպանության։ Մենք այդ որևէ մեկի մեջ չենք մտնում, մենք ասում ենք, ախպեր, այսքան հզոր ազգ ենք մենք, այդքան 100-ամյա պատմություն ունեցող հազարավոր տարիների, մենք չենք կարող որոշենք, մենք ինչ ենք ուզում։ Մեր Հայաստանը ինչ է ուզում, Հայաստանի թեկնածուն շահերը որոնք են։ Մեր նպատակն է այնպիսի իշխանություն ձևավորել Հայաստանում լինի, որի կենտրոնը հիմքը լինի միայն Հայաստանի շահերը։ Բացառապես Հայաստանի շահը։ Մեր համար մեկ հարցը դա է։ Երբ որ հիմքում դնում ես Հայաստանի շահը մեր երկրի, այդ դեպքում արդեն լրիվ որոշումների կայացումն է, այսինքն դու ուրիշի չես հույսը դնես ուրիշի վրա։ Այսքան ժամանակ մեր խնդիրների հիմնական պատճառն էլ դա է եղել, որ անընդհատ հույսը դրել ենք ուրիշի վրա։ Թողած որ մենք ինքներս ինչ ուժ ունենք։ Այսինքն նորից այսպես գալով ձեր հարցին ուզում եմ ասել, որ դա բացառվում է ուղղակի։ Այս երաշխավորված մենք ասում ենք։ Ու գիտեք մի բան էլ, մեր գործն էլ է նաև ցույց տալի։ Դուք հիմա տեսեք, մենք խոսքով ես նաև ասեմ ձեզ մի բան էլ, էս էլ է շատ կարևոր։ Ժողովուրդ ջան, մենք ինչ ասում ենք, միջև վերջ մեր ասացի տերն ենք։ Ես այսքան ժամանակ եղել եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, սա ինչ եմ հղում անում, որ իմ գործունեությունը մարդիկ հիմնականում այդտեղից գիտեն, հանրային գործունեությունը, ճանաչելը։ Երբեք չի եղել դեպք, որ ես մարդկանց խաբենք, ճիշտը չասենք։ Դուք մեր ժողովուրդը ինձ թվում է այս շատ կարևոր է, որ հաշվի առնի եւ մեր ժողովուրդը իմաստուն է դա նկատի ունի, որ ժողովրդի հաշվին հարստացած չլինի, կաշառքներ վերցրած չլինի, չխափի ժողովրդին ամենակարևորներից, վախկոտ չլինի, չխափի, գործի խոսքի տեր լինի, միջև վերջ տանի խոսքը։ Մենք մեր գործով, խոսքով ցույց ենք տվել, որ մենք հենց այդ մարդիկն ենք։ Ես անձամբ իմ համար որ ասեմ, իհարկե մեր պարոն Անանյանն էլ, մյուս դիմակիցներն էլ, բայց այդ սկզբունքը մեր մեջ դրված է հաստատ։